Այս մարդիկ սիրում են փայլել, այս մարդիկ սիրում են լինել միշտ ուշադրության կենտրոնում։ 2026 թվականից սկսած բոլորս զգացել ենք տարօրինակ փոփոխություններ, այս մարդիկ լիդերներ են, այս մարդիկ ծնվել են, որպեսզի գրավեն աշխարհը, ձեր կյանքում հաճախ լինում է դեպքեր, որ դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղից ելք չեք գտնում։ Բարի օր ժողովուրդ, էլի մենք ենք հենց այստեղ։ Այսօր խոսելու եմ գաղտնի գիտությունների մասին, որը կոչվում է էզոտերիկա։ Իմ անցած հաղորդումների ժամանակ ես ձեզ ներկայացրեցի էզոտերիկայի նշանակությունը եւ բացատրությունը։ Էզոտերիկան դա այն գիտություն է, որը խորանում է մարդու հոգեբանության մեջ և օգնում է մարդուն ճանաչել իրեն մեկ այլ կողմից։ Օրինակ, ձեր կյանքում հաճախ լինում է դեպքեր, որ դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղից ելք չեք գտնում։ Անգամ դիմում եք այլ մարդկանց օգնությամբ, ձեր ընկերներին, անգամ հոգեբաներին։ Հիմա աշխարհը գնալով զարգանում է ու զարգանում է նաև էզոտերիկան։ Էզոտերիկան միստիկ գիտություն է, բայց այն ավելի կոնկրետ ներկայացնում է մեր հոգևոր աշխարհը եւ թույլ է տալիս, որ մենք կարողանանք մեզ էլ ավելի լավ ճանաչել։ Էզոտերիկայի ճյուղերից են նումերոլոգիան, նույն թվային հոգեբանությունը, աստղագիտությունը, համաստեղությունները, ալխիմիան և այս բոլոր գիտությունները միայն օգնում են մեզ էլ ավելի զարգանալ և ավելի լավ ճանաչել աշխարհը։ Մենք ամեն օր ունենում ենք խնդիրներ, տարբեր տեսակի, սկսած կենցաղային, հարաբերություններ, աշխատանքային ու երբեմն այդ նեգատիվի պատճառով մենք չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Հիմա ապրում ենք ժամանակներում, որտեղ որ ամենաառաջին տեղում դա հոգին է։ Ինչու հոգին, որովհետև մենք միշտ նայում ենք այն նյութական արժեքներին, որոնք որ մեզ մատուցում են մեր ծնված օրվանից։ Ինչ ենք մենք լսում մեր ծնված օրվանից։ Սա չանել, նա չանել, սա չի կարելի, նա չի կարելի ու երբ որ գալիս ենք գիտակից տարիքի, որտեղ որ պետքա ինքներս որոշում կայացնենք, այն ինչ որ իմացել ենք մինչև այդ տարիքը հասնելը, դա մեզ խանգարում է ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ որոշում կայացնել։ Այստեղ մեզ օգնում է էզոտերիկան ու բոլոր այն գիտությունները, որոնք որ աշխատում են մարդու հոգեբանության վրա։ Նումերոլոգիան մեզ օգնում է թվերի միջոցով, աստղագիտությունը համաստեղությունների, բայց եթե խորն ենք նայում ու համեմատում ենք համաստեղությունները նումերոլոգիայի հետ, տարբերությունը շատ մեծ չի։ Օրինակ, եթե խոսենք մեկերի մասին, 1, 10, 19, 28, կարող ենք խոսել նաև խոյերի մասին, որովհետև խոյն էլ առաջին համաստեղություն է։ Եթե խոսում ենք երկուսների մասին, 2, 11, 20 և 29, խոսում ենք ցլերի մասին, որովհետև ցուլն էլ երկրորդ համաստեղություն է, ու այսպես շարունակ, 3, 4, 5, մինչև 9 թվերը։ Դրա համար մենք կարողանում ենք նումերոլոգիայի և աստղագիտության միջոցով նաև բացահայտել համաստեղությունները, խոսել համաստեղությունների դրական և բացասական կողմերի մասին։ 2026 թվականից սկսած բոլորս զգացել ենք տարօրինակ փոփոխություններ ու մեզանից շատերը ավելի ուշադրություն են դարձնում իրենց ներաշխարհին։ Սա նրանից է, որ աշխարհում այն համակարգը, որը որ եղել է մինչև 2026 թվականը, էլ չի աշխատելու։ Ու այդ ամեն ինչի արդյունքում մենք սկսում ենք նկատել այն թերությունները, որոնք որ առաջ եղել են։ Օրինակ, շատ-շատերը հասկանում են, որ տեղը, որտեղ որ աշխատում են, դա էլ իրենց չի ուրախացնում։ Այն հարաբերություններում, որտեղ որ նրանք գտնվում են, չկա էմոցիա, չկա հետաքրքրություն եւ անիմաստ է ստիպել
քեզ ապրել կամ անել այն, ինչը որ դու ել չես սիրում։ Դա նրանից է, որ աշխարհում փոխվում է համակարգ, փոխվում է էներգիա եւ ամենակարևորը, վերջապես մենք ապրում ենք այն ժամանակներում, որտեղ որ հնարավորություն ունենք ստեղծելու այն ամեն ինչը որ ամենաշատն ենք ուզում։ Սրա հիմքում ընկած է էզոտերիկան, նումերոլոգիան եւ աստղագիտությունը։ Ես հիշեցնեմ, որ նումերոլոգիան թվերի միջոցով բացահայտում է մարդու գիտակցությունը, մարդու մտածելակերպը, մարդու տաղանդները, հնարավորություն է տալիս, որ քեզ տեսնես այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբ գալիս է մի ժամանակ, որ ել չենք կարողանում, ել չգիտենք ոնց դուրս գանք իրավիճակից, մեզ մնում է մենակ ճանաչել ինքներս մեզնով տեսնել աշխարհը եւ մեզնով գնահատել այն ամեն ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, շատ հեշտ բացատրում է մարդկային հարաբերությունները, սիրային հարաբերությունները։ Օրինակ, բոլորիս կյանքում եղել են մարդիկ, տղամարդիկ կանայք, որ առաջին հանդիպումից միանգամից զգացել ենք, որ այդ մարդը մեզ հարազատ մարդ է, բայց գոյություն ունեն հարաբերությունների ըստ էզոտերիկայի, ըստ նումերոլոգիայի 3 տեսակներ՝ հոգևոր, ճակատագրական եւ հարազատ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ ճակատագրական, այդ մարդիկ մեզ լինում են փորձ։ Այդ մարդիկ նրա համար են, որ մենք ճանաչենք մեզ եւ ճանաչենք մեր զուգ ընկերոջը, ում հետ ուզում ենք ապրենք ամբողջ կյանքում։ Նման հարաբերություններում շատ շատերս լինում ենք տարիներ շարունակ։ Դա նրանից է, որ ժամանակի ընթացքում անդադ ընտրելով նույն ճակատագրական ընկերոջը, որը որ ընդամենը գալիս է փորձի համար, մենք կորցնում ենք իսկականին, այսինքն մեր հարազատին, որը որ տրված է մեր մնացած կյանքը ապրելու այդ անձնավորության հետ։ Սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք նաև ստեղծել մեր ներդաշնակ հարաբերությունները, մեզ ընդամենը մնում է ուսումնասիրել եւ հաճախ նայել իմ հաղորդումները։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գալիս են մեզ փորձ տալու համար, ամենասկզբում տեղի է ունենում շատ էմոցիոնալ կապ, նույն կախվածությունը, որտեղից որ շատ շատերս դժվարությամբ ենք դուրս գալիս, նույնիսկ ունենում ենք հոգեբանական խնդիրներ, չենք կարողանում ելք գտնել եւ չենք կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Սա բերում է մեր համար շատ մեծ եւ ամենակարևորը ճակատագրական խնդիրներ։ Ինչու ճակատագրական, որովհետև մենք չենք կարողանում աշխատել, չենք կարողանում ստեղծագործել, չենք կարողանում կենտրոնանալ մեր կենցաղային հարցերի վրա։ Իսկ նումերոլոգիան մեզ տալիս է հնարավորություն մեր ծննդյան թվի, ամսվա եւ տարեթվի միջոցով բացահայտել մեր կողակցին, մեր կողակցի միջոցով նաեւ բացահայտել ինքներս մեզ։ Նորից հիշեցնեմ, որ դուք կարող եք մեկնաբանություններում գրել ձեզ հուսող հարցերը, ես սիրով կպատասխանեմ, կնկարեմ հաղորդում։ Իսկ հիմա շարունակենք։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր որ գալիս են ճակատագրով ու ստեղծվում է այդ գերէմոցիոնալ կապը, այդ մարդիկ հիմնականում ծնվում են հատուկ թվերի տակ։ Օրինակ, մարդիկ, ովքեր ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ, եւ մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 եւ 31 թվերի տակ, երբ այս մարդիկ հանդիպում են միմյանց, այդ էմոցիոնալ կապը լինում է ամենասկզբում։ Դրանից հետո արդեն սկսում են հակասությունները։ Ինչի համար։ Որովհետև երեքները ունեն աստղային էներգիա։ Այս մարդիկ սիրում են փայլել, այս մարդիկ սիրում են լինել միշտ ուշադրության կենտրոնում։ Իսկ 4-երը ընդհակառակը սիրում են ներդաշնակություն, սիրում են ստաբիլություն, ու երբ որ հանդիպում են երեքների այդ աստղին, որը որ անդադ ամենտեղ ուզում է փայլի, առաջանում է հենց այդ խնդիրը, այսինքն այդ հակասությունները։ Ինչ է տեղի ունենում։ Մեկը մյուսին սկսում են ճնշել։ Նրանք չեն կարող միասին գտնվել նույն տարածքում, բայց կարող են նաև գտնել ինչ-որ մի տեղ, որտեղ որ հաջողություն կունենան։ Օրինակ, գործում 4-երը շատ կրեատիվ մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ծնվել են ամեն ամսվա 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին, շատ կրեատիվ մարդիկ են։ Իհարկե, այս բոլոր էներգիաները տարբերվում են մեկը մյուսից, բայց նրանց կրեատիվը արդեն գալիս է տիեզերականից դուրս։ Այս մարդիկ կարողանում են ստեղծել նորը եւ անմիջական կապ ունեն հոգեվոր աշխարհի հետ։
Իսկ երեքները, որտեղ որ կա շատ էմոցիա, կա անընդհատ լսելու ցանկություն, միշտ ուշադրության կենտրոնում լինելու, նրանք անընդհատ սպասում են, որ դիմացինը պետքա հաստատի իրենց լավ լինելը, իրենց տաղանդները, դրա համար այս մարդիկ շատ կարճ ժամանակում կարողանում են իրենց կյանքում, անձնական կյանքում ստեղծել քաոս, բայց եթե կարողանան ներդաշնակ հարաբերություններ սկսել, նաև կլինեն շատ լավ գործընկերներ։ Նույն հաջողությամբ կարող եմ օրինակ բերել այն մարդկանց մասով, ովքեր ծնվել են ամեն ամսվա 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին, եւ ինչու՞ չէ նաեւ 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին, ինչու եմ այս էներգիաների վրա կենտրոնանում, որովհետեւ երկուսն էլ լիդեր էներգիաներ են, բայց քանի որ մեկերը, այսինքն մարդիկ, ովքեր ծնվել են 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, այս մարդիկ լիդերներ են։ Այս մարդիկ ծնվել են, որպեսզի գրավեն աշխարհը, որպեսզի ստեղծեն նորը եւ իրենց հետևից տանեն մարդկանց։ Այս մարդիկ լսում են մենակ երեքներին։ Երեքը մասշտաբ է։ Երեքը դուրս է գալիս այն ստանդարտներից, որտեղ որ այսօր մենք ապրում ենք, ու երբ որ հանդիպում են իրար մեկերն ու երեքները, այստեղ սկսվում է արդեն այդ ներդաշնակ հարաբերությունները, իհարկե խնդիրներ միշտ լինում է, բայց իրենց դեպքում այդ խնդիրը ավելի քիչ է, որովհետև մեկը լինելով լիդեր, լինելով համառ, լինելով ինքնասածի, մարդով տեսնում է մենակ ուղիղ ճանապարհը, չի նկատում կողքերը, ով պատրաստ է գնա մարտի դաշտ ու մահանա, բայց սա հաղթողի էներգիա է։ Իր համար շատ կարևոր է, որ ինքը լինի ամենալավը, միշտ փայլի, միշտ լինի առաջինը։ Իսկ երեքները շատ համբերատար են եւ կարողանում են ճիշտ ուղղություն ցույց տալ մեկերին։ Ի տարբերություն 4-երի, երեքներն ու մեկերը կարող են ունենալ հարաբերություններ, որը որ կարա նաեւ ավարտվի ամուսնությամբ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը։ Ձեզ հետ էր Սյուզանան հենց այստեղ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի հետևեք մեր հաջորդ հաղորդումներին։ Հա, չմոռանաք նաև գրել մեկնաբանություններում ձեզ հուզող բոլոր հարցերը ես սիրով կպատասխանեմ։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։